Մենք դատապարտված չենք, հասկանում եք, մենք որ պատերազմ պարտվել ենք, դա չի նշանակում, որ այդ պարտությունը մուլտիպլիկատիվ բազմապատկման հայերեն ասեմ, էֆեկտ ունի։ Ինչ է նշանակում դա։ Նշանակում է, ասենք, չես կարող ասենք մի հատ որ պարտվել ես, անընդհատ այդ ասենք դու այդ պարտված լինելու համար անընդհատ դու զիջես։ Չի լինում։ Մի հատ պարտվել ես, արդեն դա զիջում է, արդեն դա արձանագրվել է։ Այդ պարտությունն է պետք է պատվով ընդունել, էլի։ Պատվով ընդունել, արձանագրել, դասեր քաղել, բան շարժել, ոչ թե բանը հողը լցնել գլխիդ են, որ վայ մեր մահը եկել է, սաղ ինք քարոզել, որ սաղ դասալիք են, սաղ վատն են, սաղ փախել են, սաղ թռել են, սաղ դավաճանել են, սաղ գցել են, ոչ մի զենք չի կրակել, սաղ վատա բան, բայց տես չի, չէ։ Դա հերոյ է իրականությունից։ Չէ, բայց եթե մեկը փախել է, նայեք, ինչ որ մեկը փախել է, հաստատ։ Ինչ որ մեկը միտեղից փախել է, կասկած չունեմ։ Կա 10 հոգի է փախել։ Բայց դա բան անել, պրոյեկտել հազարավոր մարդկանց վրա, դա բառը չեմ գտնում այդ գնահատականը։ Կամ եթե մի հատ ինչ որ ռակետ չի կրակել, կարող է մի հատ չի կրակել, կա 10 հատ չի կրակել։ Բայց ֆիքսել, որ մեր 1000 հատ ռակետն չի կրակել, սխալ է։ Այսինքն այդ տրամաբանությունը, հասկանում եք, կա դու մի հատ լավ բան ունես, փորձում ես լավը բազմապատկես։ Կամ մի հատ վատ բան ունես, վատը ես բազմապատկում, դեմոտիվացնում ես բոլորին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է արել այս ընթացքում, որ անընդհատ կռվել ենք դրա համար։ Ասում ենք ախպեր ջան, մի դեմոտիվացրու այս ազգին։ Դու այս ազգին անդադար դեմոտիվացնում ես, փնովում ես, անդադար։ Հասկանում ես, Ալիևը անդադար իր ազգին մոտիվացնում է, ընդ որ մոտ չի մոտիվացնում է, ասենք Իրանի դեմ կամ չգիտեմ ում դեմ ասեմ, Ռուսաստանի դեմ գնան Ռուսաստանը գրավեն, մոտիվացնում է մեր դեմ։